Այդ առումով հատկանշական էր 1911 թվականին Սալոնիկում գումարված կուսակցության հերթական համագումարը, որտեղ հստակորեն դրվեց կայսրության ոչ թուրք ժողովուրդների բռնի թրքացման խնդիրը, ինչը հավասարապես տարածվում էր նաև կայսրության տարածքում բնակվող հայության վրա։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալյաթի ստորագրությամբ հատուկ գաղտնի հրահանգներ են ուղարկվում կայսրության տեղական իշխանության մարմիններին հայերի ոչնչացման նախապատրաստական հատուկ միջոցառումների վերաբերյալ։ Հայերի ցեղասպանությունը իրականացվեց մի քանի փուլով։ Առաջին փուլում 100,000 հայ տղամարդ զորակոչվեց Օսմանյան բանակ։ Դա հարմար առիթ էր տղամարդկանց զինաթափելու, ապա սպանելու համար, ինչն էլ կատարվեց։ 1915 թվականի ապրիլի 24-ին իրականացվեց հարյուրավոր հայ մտավորականների ու ազգային ընտրանու ձերբակալությունն ու ոչնչացումը։ Սա հայ ժողովրդի բնաջնջման երկրորդ փուլն էր։ Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի տեղահանությամբ ու ջարդերով դեպի սիրիական անապատ։ Տեղահանության ընթացքում 100,000-ավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի ու տեղի բնակչության կողմից, մյուսները մեռան սովից, համաճարակային հիվանդություններից։ Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության, տասնյակ հազարավոր մարդիկ բռնի կերպով հավատափող եղան։ Հայերը ցեղասպանվում էին իրենց բնորան հայրենիքում, աշխարհի սառը անտարբեր հայացքի ներքո։ 1919 թվականին Կոստանդնուպոլսի ռազմական տրիբունալով հեռակա կարգով մահապատժի են դատապարտվում հայոց ցեղասպանությունը իրագործած թուրք պաշտոնյաները՝ Թալյաթը, Էնվերը Ջեմալը, Բեհաեդին Շաքիրը, Թուրքիայի նախկին վարչապետ Սաիդ Հալիմը եւ այլք։ Նրանք դատապարտվեցին, սակայն վճիռը մնաց անպատիժ։ Վճիռն ի կատարածելու պարտքն իրենց վրա վերցրեցին հայ մարտիկները։ 1919 թվականի սեպտեմբերին Երևանում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում տեղի ունեցավ Դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովը։ Ի թիվս այլ հարցերի քննարկվեց նաև մի կարևոր որոշում եւ որոշվեց պատասխանատվության ենթարկել 1919 թվականին հունիսին Կոստանդնուպոլսի ռազմական դատարանի կողմից մահապատժի դատապարտված երիտթուրք հանցագործներին, որոնց նկատմամբ փաստորեն դատարանի վճիռը ի կատար չերացվել։ Այդ պատճառով ստեղծվեց պատասխանատու մարմին, որի գլխավոր ղեկավարը դարձավ Հայաստանի Հանրապետության դեսպանը Միացյալ Նահանգներում Արմեն Գարոն։ Գործողության մյուս կարևոր առանցքային անդամներից էր Շահան Նաթալին, որը իրականացնելու էր հետախուզության կազմակերպումը Եվրոպայում եւ հանցագործների հայտնաբերման գործողությունները։ Առանցքային մյուս կարևոր անձը Ահարոն Սաչակլյանն էր, այսպես կոչված հատուկ ֆոնդի գանձապահը, որի առանցքային դերակատարությունն էր իրականացնել նյութական պատասխանատվությունը, քանի որ գործողությունը իրականացվելու էր աշխարհագրական լայն արեալում, այսինքն այն իրականացվելու էր Եվրոպայում, Կովկասում, քանի որ հանցագործները փախուստի մեջ էին գտնվում տարբեր երկրներում, բնականաբար այն նյութական մեծ խնդիրներ էր հարուցում։ Հատուկ գործի վերաբերյալ առաջին բացահայտումները իրականացվեցին գործից բավականին տարիներ անց, երբ որ հրատարակվեցին գործողության մասնակիցների հուշագրությունները։ Ձևավորվեց Հայաստանի նորանկախ հանրապետությունը, նրանում կարևոր դերակատարություն ունեցավ նաև գաղտնի ոստիկանության ստեղծումը եւ հատուկ գործի մեջ ներգրավեցին գաղտնի ոստիկանության անդամներ։
ինչպես Արամ Երկանյանը եւ Արշավիր Շիրակյանը։ Նրանց կարևոր գործառույթներ հայտնաբերել հանցագործներին եւ նրանց նկատմամբ իրականացնել պատժիչ գործողություն։ Կարևոր էր հայտնաբերել հանցագործներին, որոնք Մուդրոսի զինադադարից հետո ծպտյալ լքել էին Օսմանյան կայսրությունը։ Այդ հանցագործներից Թալյաթը նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը գերմանական դեսպանատան աջակցությամբ, գերմանական ռազմանավերով լքել էր Օսմանյան կայսրությունը ծպտյալ եւ կեղծված անձնագրերով։ Նա Ալի Սալի անունով նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ժամանեց Բերլին։ Այդ ժամանակ Գերմանիայում տեղի էր ունեցել պատմական կարևոր իրադարձություն։ Կայզեր Վիլհելմ II հրաժարական էր տվել եւ Գերմանիայում ձևավորվել էր նոր կառավարություն։ Էնվերը նրա մյուս հանցագործ զինակից ընկերը տեղափոխվեց Կովկաս։ Թալյաթի հետ մյուս հանցագործները եւս, ինչպես օրինակ Բայադին Շաքիրը, Ջեմալ Ազմին եւ այլք նույնպես տեղափոխվեցին եվրոպական երկրներ, ինչպես Սայիդ Հալիմ Փաշան ապաստան գտավ Իտալիայում, իսկ մյուս հանցագործները Թալյաթի հետ Բերլինում։ Նրանք հիմնականում տեղավորվեցին Բերլինի Շարլոտենբուրգ թաղամասում, որը հայտնի էր որպես բարեկեցիկ թաղամաս եւ այնտեղ բոլորը ապրում էին ծպտյալ կեղծված անձնագրերով։ Ուստի 2 միլիոնանոց Բերլինում պետք էր Թալյաթի բացահայտելը, որովհետև վերջինս ժամանակին լինելով Թուրքիայի ներքին գործերի նախարար, բավականին լավ ծանոթ էր լրտեսական ցանցի գործունեությանը եւ բնականաբար տիրապետում էր հետախուզության հմտություններին։ Թուրքական շրջանակները, հատկապես իշխանությունները փորձել են համայն աշխարհում տարածել այնպիսի թյուր պատկերացում, թե իբր Նեմեսիս գործողությունը ահաբեկչական բնույթ ուներ։ Այնինչ թուրքերը դիտմամբ լրության են մատնում այն կարևոր փաստը, որ իրականում Նեմեսիս գործողությունից առաջ հենց Օսմանյան ռազմական արտակարգատյանը, այսինքն թուրքական դատարանները դատապարտել էին տվյալ հանցագործներին։ Որպեսզի պատկերացնենք, թե ինչու եղավ նման դատավարություն, որը պատմությանը հայտնի է
որպես երիտթուրքերի դատավարություն կամ հայերի տեղահանության եւ կոտորածների դատական գործեր, պետք է պատկերացնենք այն մթնոլորտը, որում գտնվում էր Թուրքիան առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, ինչպես հայտնի է, Մուդրոսի զինադադարի կնքումից հետո Թուրքիայի հասարակության մեջ կար բավականին հուսալքվածության մթնոլորտ, հասարակությունը վրդովված սկսեց քննարկել երիտթուրքերի գործած հանցագործությունները առաջին աշխարհամարտի ժամանակ։ Հասարակայնության այդ քննարկումները արտացոլվեցին նաև մամուլում եւ ի վերջո Օսմանյան խորհրդարանում սկսեցին քննարկումներ այդ թեմայով։ Օսմանյան խորհրդարանի քննարկումների շնորհիվ որոշվեց, որ մի հանձնաժողով պետք է ստեղծել, որը պետք է ուսումնասիրի, հետաքննի այն հանցագործությունները, որոնք կատարվել են առաջին աշխարհամարտի ժամանակ քրիստոնյաների եւ հատկապես հայերի նկատմամբ։ Հիմնվեց 5-րդ հանձնաժողովը, որը հարցաքննության ենթարկեց պատերազմի ժամանակ կառավարած երկու իշխանությունների վարչակազմերի անդամներին, նախարարներին, նրանք ովքեր չէին փախել եւ գտնվում էին Օսմանյան կայսրությունում։ Բացի այդ, այլ հետաքննիչ հանձնաժողովներ էլ ստեղծվեցին, մասնավորապես պատմությանը հայտնի է ներքին գործերի նախարարությանը կից ստեղծված Մասհարի հանձնաժողովը, որը նույնպես կարևոր հետաքննություն կատարեց առաջին աշխարհամարտի ժամանակ գործված հանցագործությունների վերաբերյալ։ Այս հետաքննիչ հանձնաժողովները իրենց հետաքննության նյութերը տրամադրեցին ռազմական արտակարգ ատյաններին եւ առաջին ռազմական արտակարգ ատյանում առաջին դատավարությունը սկսվեց 1919 թվականի փետրվարի 5-ին։ Դա Յոզղատի դատավարությունն էր եւ հատկապես Յոզղատի եւ Տրապիզոնի դատավարությունները շատ կարևոր մանրամասնություններ են պարունակում հայերի ցեղասպանության հետ կապված։ 1919-1921 թվականների ընթացքում նման բնույթի տեղի ունեցան 60-ից ավել դատական գործեր, ստույգ թիվը առայժմ հայտնի չէ։ Այս դատավարությունների մեջ առանձնանում են հատկապես երիտթուրքերի կուսակցության եւ կառավարության անդամների դատավարությունները, որոնք պատմությանը հայտնի են նաեւ որպես գլխավոր դատավարություններ։ Գլխավոր դատավարությունը սկսվեց 1919 թվականի ապրիլին եւ շարունակվեց մինչեւ հուլիսի 5-ը։ Այդ ընթացքում ի դեպ պետք է նշել, որ Անգլիան որոշ հանցագործների տեղափոխեց Մալթա, իբրև թե հետագայում նրա դատավարությունը կազմակերպելու նպատակով, սակայն Մալթայի աքսորիալները ի վերջո փոխանակվեցին անգլիական ռազմագերիների հետ, վերադարձան Թուրքիա, մասնակցեցին քեմալական շարժմանը եւ դարձան Թուրքիայի Հանրապետության հիմնադիր կադրերը։ Նաեւ դրանում է թաքնված այն պատճառը, թե ինչու է թուրքական ամբողջ Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում թուրքական իշխանությունները հրաժարվել ցեղասպանության ճանաչումից։ Եթե նրանք ընդունեն հայոց ցեղասպանության փաստը, ապա ստիպված կլինեն ընդունել, որ իրականում հայոց ցեղասպանության իրենց հերոսները, այսինքն Թուրքիայի Հանրապետության հիմնադիր կադրերը իրականում մեծ ոճրագործներ են։ Պետք է նշել, որ ամենագլխավորը դա 1919 թվականի հուլիսի 5-ի դատավճիռն էր, որը վերաբերում էր երիտթուրքերի կուսակցության եւ կառավարության անդամներին եւ այդ դատավճռով մի շարք գլխավոր հանցագործներ, այդ թվում նաև Թալյաթը, Էնվերը, դոկտոր Նազիմը դատապարտվեցին մահվան։ Երիտթուրքերի դատավարությունը հետագայում ընթացավ որոշ արգելքներով։ Ի դեպ նշեմ, որ ընդհանուր առմամբ 20 մահվան դատավճիռ է կայացվել, որից ընդամենը 3-ն է կատարածվել, քանի որ մնացած 17-ը գտնվում էին փախուստի մեջ։ Խոսքը վերաբերում է նաև Թալյաթին, Էնվերին, Ջեմալին եւ Բեհայդին Շաքիրին, որոնք հետագայում, ինչպես հայտնի է, սպանվեցին Նեմեսիս օպերացիայի շրջանակում բացառությամբ դոկտոր Նազիմի։ Դատավարությունների ընթացքում հետաքրքիր է մամուլի դիրքորոշումը եւ այն ժամանակաշրջանի երիտթուրքերի ընդդիմադիր կուսակցության իշխանությունների դիրքորոշումը, օրինակ ներքին գործերի նախարարը Ալեմդար օրաթերթին տված հարցազրույցում նշում էր, որ թուրք ազգը չի կարող պատասխանատու դիտվել հայերի ցեղասպանության համար եւ պատասխանատու կլինի այն ժամանակ, եթե ոչ բոլոր հանցագործները դատապարտվեն։ Ինչպես հայտնի է, ոչ բոլոր հանցագործները դատապարտվեցին եւ այս առումով բնականաբար ստացվում է հենց թուրք նախարարի խոսքով, որ թուրք ազգը շարունակում է պատասխանատու լինել հայոց ցեղասպանության համար։ Դատավարությունների ընթացքում շատ դաժան մանրամասներ էին ի հայտ գալիս, որոնք թեև հայտնի էին հայ եւ ընդհանուր հասարակայնությանը, սակայն իրենց ահասարսուր մանրամասնություններով սարսափելի ազդեցություն էին թողնում մարդկանց վրա։ Օրինակ Տրապիզոնի
կազոնի դատավարությունը ամենադաժան մանրամասները բացահայտեց, հատկապես հայ մանուկների վերաբերյալ, որոնց հարյուրավոր հայ մանուկների, ինչպես ձկների նման լցրել էին կողովները եւ ջրասույզ արել Սև ծովի ջրերում։ Այս ամենը բնականաբար ազդում էին նաև Նեմեսիս օպերացիայի վրիժառուների հոգեբանության վրա, երբ նրանք մամուլով կարդում էին այդ բոլոր մանրամասները։ Այս դատավարությունները շատ կարևոր փաստ են թե հայոց ցեղասպանության փաստագրման եւ թե Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության փաստի ճանաչման եւ դատապարտման առումով։ Հետագայում սակայն մթնոլորտը փոխվեց եւ երկրի ներսում Թուրքիայում եւ միջազգային ասպարեզում, քանի որ քեմալականները սկսեցին հաղթանակներ տանել, դրան համընթաց սկսեց ավելի նկատվել հանցագործներին ազատ արձակելու փաստեր եւ որ սեփական ժողովրդին դավաճանելը եւ մարդկության դեմ հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ եւ անպայման գալու է հատուցման օրը։ Թեև Թուրքիան փորձել է իբրև թե դատել ցեղասպանության հանցագործների, սակայն հարկ է նշել, որ այդ դատավարությունը նա իրագործել է ոչ թե սեփական կամքով, այլ ինչ որտեղ Եվրոպայի աչքին արդարադատ երևալու եւ խաղաղության կոնֆերանսի պայմանագրի դրույթները առավել մեղմ դարձնելու նպատակով եւ հետագայում նա ոչ միայն հրաժարվեց այդ հանցագործներին ի վերջո պատժելու, վերջնական պատիժներ սահմանելու գործընթացից, այլ նաև հակառակ դիրքորոշում ընդունեց եւ արդեն Մուստաֆա Քեմալը լուծարեց այդ դատարանները եւ ոչ օրինական համարեց նրա պատիժները։ Այսինքն Թուրքիան այսպես թե այնպես չկարողացավ առերեսվել իր կատարած հանցագործության հետ, չկարողացավ իրոք դատել եւ դատապարտել իր հանցագործներին, դրանով իսկ շարունակելով իր ցեղասպան գործունեությունը եւ այն հասցնելով նաեւ մեր օրեր։ Եթե այն ժամանակ իրոք դատվեր եւ դատապարտվեր հայոց ցեղասպանության ամբողջ հանցավորների խումբը, ապա մենք չէինք ունենա այն բոլոր հանցագործությունները, որոնք իրագործեց եւ շարունակում է իրագործել Թուրքիան ամբողջ 20 եւ 21-րդ դարերի ընթացքում։ Թուրքիայի կատարած ամենամեծ հանցագործություններից մեկը, դրա ամենավառ վկայությունը օրինակ Արցախի հայաթափումն է եւ Արցախում հայերի էթնիկ զտումը։ Իդեպ երբ նայում ենք այսօրվա իրադարձություններին, տեսնում ենք, որ օրինակ նույն Արցախում էթնիկ զտումը հնարավոր դարձավ, որ ցեղասպանության տարատեսակ է հենց այն պահին, երբ տուրբուլենտության մակարդակը համաշխարհային շատ մեծ էր, դարձյալ միջազգային հարաբերությունների համակարգը փլուզված էր, դարձյալ գլոբալ հակադրության պայմաններում աշխարհի գերտերությունները, ռեսուրսները պարպում են միմյանց դեմ պայքարելու համար եւ անտեսված են մնում փոքր ժողովուրդներն ու նրանց ճակատագրերը։ Ուզում եմ ասել, որ ինչպես հայոց ցեղասպանությունը, այնպես էլ Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը կամ
էթնիկ զտումները տեղի ունեցան համաշխարհային տուրբուլենտության եւ քաոսի պայմաններում։ Նեմեսիս գործողությունը ըստ էության անկատար մնաց, քանի որ Հայաստանի Հանրապետությունը 1920 թվականի դեկտեմբերին փաստացի լուծարվեց եւ իրականացնել հնարավոր չեղավ, այսինքն գործողության հիմնական մասը մնաց անկատար։ Բայց այն, որ գլխավոր հանցագործները ցուցադրաբար պատժվեցին եվրոպական երկրներում, դա գործողության ամենակարևոր հետևանքն էր, այսինքն հիմնական հանցագործը Թալյաթը, որը առ այսօր Թուրքիայում համարվում է հերոս, պատժվեց։ Մեր պատմագրության մեջ ընդունված է գործողությունը որակել որպես վրեժխնդրական գործողություն, ինչի հետ ես համաձայն չեմ։ Ես գտնում եմ, որ հատուկ գործը դա Հայաստանի Հանրապետության պետության կողմից իրականացված պատժիչ գործողություն էր, իսկ գործողության մասնակիցները պատժիչ գործողության մարտիկներ եւ բնականաբար ճիշտ որակումներ տալը այսօր առավել քան կարեւոր է, քանի որ այս հարցը բազմիցս շահարկվում է ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ վերջերս Ադրբեջանի կողմից եւ գործողության մասնակիցները պիտակվում են որպես ահաբեկիչներ։ Մենք ճիշտ գնահատական տալու դեպքում ուժեղացնում ենք մեր տեսակետը եւ բնականաբար այդ գործողությունը ներկայացնում որպես պետության կողմից կազմակերպված պատժիչ